Սպորտը հավասարության կամուրջ։ Քանձաքարի միջնակարգ դպրոցի մարզադաշտում կայացավ մարզական միջոցառում, նվիրված հավասար եւ անվտանգ կրթական միջավայրի խթանմանը։ Միջոցառումը կազմակերպել էր Հույսի կամուրջ հասարակական կազմակերպությունը։ Մարզադաշտում հանդիպեցին 3 դպրոցների սաները՝ Իջևանի թիվ 5 հիմնական, Սևքարի եւ Քանձաքարի միջնակարգ դպրոցների աշակերտները, ովքեր օրվա ընթացքում մրցեցին ֆուտբոլում եւ մի շարք այլ մարզական խաղերում։ Այս խաղաշրջանի շրջանակներում ներգրաված է ավելի քան 150 երեխա։ Այս սպորտային հանդիպումը Հույսի կամուրջ կազմակերպության հերթական նախաձեռնություններից է, որի նպատակն է սպորտի միջոցով ապահովել անվտանգ եւ ապահով կրթական միջավայր երեխաների համար, քանի որ խաղը լավագույն կրթության եւ լավագույն դաստիարակության ձևերից մեկն է այսօրվա կրթական գործընթացում։ Այստեղ ոչ թե խաղում են դպրոց առ դպրոց, այլ դպրոցներից ձևավորված հավաքական թիմեր, որը ելի նպաստում է սոցիալական շփումների ամրապնդմանը եւ ընկերական փոխհարաբերությունների ձևավորմանը, քանի որ Հույսի կամուրջը ներառական կրթության գաղափարախոսության մեջ որդեգրել է ապրել միասին, սովորել միասին գաղափարախոսությունը։ Նախաձեռնության հիմնական նպատակն է սպորտի միջոցով ամրապնդել այն գաղափարը, որ կրթական միջավայրը պետք է լինի անվտանգ ու հավասար բոլոր երեխաների համար։ Կազմակերպվել է Սպորտլանդիա Հույսի կամուրջ հասարակական կազմակերպության հետ միասին։ Նպատակը կրթական անվտանգ միջավայր ապահովելն է, երեխաներին ընկերասիրություն, մեկը մյուսի դիմաց հարգանք քարոզելը, ընդհանուր առմամբ օլիմպիական գաղափարների քարոզում, ընկերասիրություն, հայրենասիրություն, մեկը մյուսին ավելի լավ ճանաչեն, դպրոցների միջև ընկերություն։ Մասնակից դպրոցները ստացան նվեր-փաթեթներ UEFA երեխաների համար հիմնադրամի կողմից՝ ի նշան աջակցության այս կարևոր նախաձեռնությանը։ Երկրորդ անգամ եմ մասնակցում այս մրցումներին ու շատ ուրախ եմ, որ ելի եմ մասնակցում։ Ինձ համար այստեղ կարևոր չի հաղթանակ տանելը, կարևոր է նա ինձ համար, որ մենք այստեղ գալիս ենք, երեխաները շփվում ենք, ընկերանում ենք, այստեղ ավելի կարևոր է ընկերությունն ինձ համար։ Նման միջոցառումները ոչ միայն ուրախություն են պարգևում երեխաներին, այլև ամրապնդում են նրանց միջև կապերը, սովորեցնում թիմային աշխատանք, փոխըմբռնում եւ փոխհարգանք։ Սա եւս մեկ ապացույց է, որ սպորտը կարող է դառնալ ոչ միայն ֆիզիկական կրթության, այլ նաեւ սոցիալական արժեքների փոխանցման հզոր գործիք։